Երբ անցած տարվա վերջին հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի պատգամավորները ստացել են 3 միլիոնական դրամ պարգևավճար, Արեն Սիմոնյանը որպես հակափաստարկ որևէ ռացիոնալ միտք արտահայտել չէր կարող, և նա ցինիզմով ու անամոթաբար մոտավորապես արդարացավ, որ պատգամավորել են մարդ և հասկացնում էր, ըստ երևույթին, կամ արդեն տեղեկացված էր, որ մենք ըստ էության գործ ունենք այլ պաշտոնյաների աստղաբաշխական թվերի հասնող պարգևավճարների հետ։ Արդեն ավանորի սկզբին սկանդալը պայթեց ամբողջ ուժով։ Պարզվեց, որ եթե յուրաքանչյուր պատգամավոր ստացել է 3 միլիոն դրամի պարգևավճար, ապա նախարարների մոտ այդ գումարը շատ ավելի բարձր է, կազմում է մոտ 7-8 միլիոն դրամ։ Ի դեպ, նախարարներից մեկը, արդարադատության նախարար Սրփուի Գայլյանը, այս մասին խոստովանեց, նա ըստ երևույթին ամենահամարձակ նախարարն է, կամ ամենացինիկ նախարարն է, որը թքած ունի հասարակական կարծիքի և տրամադրությունների վրա։ Վարչապետը 12 միլիոն պարգևավճար է տվել իրեն, թերևս շատ լավ է աշխատել, մենք մեր բոլոր արտաքին մարտահրավերները չեզոքացրել ենք, տնտեսությունը ծաղկում է, և նա որոշել է նման առատաձեռն գտնվել իր հանդեպ։ Ընդհանուր առմամբ, գործադիր իշխանության պաշտոնյաների համար մեկ ամսվա փաստորեն մեկանգամյա այդ պարգևավճարները դեկտեմբերի վերջին նման շռայլ պարգևավճարներ հատկացնելու համար բյուջեից դուրս է գրվել 3,5 միլիարդ դրամ, որը հավասար է 9 միլիոն 200 հազար դոլարի։ Դուք պատկերացնում եք ինչպիսի թվերի մասին է խոսքը։ Ես ուզում եմ հիշեցնել իմ հետևորդներին, որ նման կլորիկ պարգևավճարներ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, նախարարներ, փոխնախարարներ, վարչության պետեր, վարչապետ, նաև օրենսդիր իշխանության ներկայացուցիչները, պատգամավորները ստանում են մի երկրում, որտեղ աղքատության ցուցանիշը 20%-ը գերազանցում է, իսկ 18,000 մեր հայրենակիցներ մեկ ամսվա կտրվածքով չեն կարողանում ծախսել անգամ 29,000 դրամ։ Այսպիսի երկրում են նման կլորիկ պարգևավճարներ ստանում մեր իշխանության ներկայացուցիչները, ցանկացած նման բան, եթե տեղի ունենար իրապես դեմոկրատական մի երկրում, այնպիսի սկանդալ կլիներ, ինչի հետևանքով քաղաքական առումով այդ կառավարությունը կպայթեր ուղղակի, ժամերի կամ օրերի ընթացքում նման կառավարությունը կհեռացվեր իշխանությունից։ Միջին կենսաթոշակը, սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում ամսական կտրվածքով ընդամենը 49,000 դրամ է։ Ի դեպ ասեմ, որ սա շատ, նույնիսկ այս համեստ թիվը շատ զիջում է սպառողական զամբյուղին, սպառողական զամբյուղը 75,800 դրամ է։ Այ վարչապետը, երբ որ խորհրդարանի ամբիոնից և կառավարության նիստերին հոխորտում էր, որ ինչ պիտի անի թոշակառուն, եթե ասենք 10,000 դրամով թոշակը բարձրացնեն, առանց ամաչելու, այնպիսի տպավորություն է, կարծես թոշակառուին մի այնպիսի բարձր թոշակ են տալիս, որ եթե մի քիչ ավելացնեն, խեղճ թոշակառուն չի կողմնորոշվելու, այդ գումարը ինչի վրա ծախսի, իսկ իրականությունը այն է, կրկնում եմ, որ թոշակառուն ստանում է միջինացված 49,000 դրամ, եթե սպառողական զամբյուղը կազմում է 75,800 դրամ։ Այսինքն, եթե կենսաթոշակառուն կերակրող չունի, այսինքն միայնակ է ապրում, այդ կենսաթոշակառուն ըստ ամենայնի կամ սոված է մնալու, կամ կոմունալ վարձավճարները մարել չի կարողանալու, կամ դեղերը չի հասցնելու, մի խոսքով
ըստ պաշտոնական վիճակագրության կառավարությունը սովի է մատնում կամ թերսնման է մատնում մեր կենսաթոշակառուներին, բայց կարողանում է, կրկնում եմ, դեկտեմբեր ամսին 7-ից 8 միլիոն պարգևավճար տալ նախարարի, 12 միլիոն պարգևավճար տալ վարչապետին, 3 միլիոն պարգևավճար տալ պատգամավորին։ Մեկ նախարարի ստացած 7-8 միլիոն պարգևավճարով, որը նա մեկ ամսվա կտրվածքով է ստացել, կրկնում եմ, կարելի էր 12-13 տարի մեկ մարդու թոշակ տալ։ Այսինքն մի պարգևավճարը հավասար է թոշակառուի 12-ից 13 տարվա թոշակի, կենսաթոշակի։ Ես չգիտեմ այս խայտառակության անունը ինչ տնենք։ Սա կոչվում է իշխանության ինքնապարգևատրում։ Անշուշտ ինչ-որ օրենսդրական ակտեր կգտնեն, ենթաօրենսդրական ակտեր կգտնեն, որ այս այլանդակությունը կարողանան ֆորմալիստական իրավական առումով արդարացնել, բայց որևէ սոցիալական, քաղաքական, բարոյական արդարացում չկա տեղի ունեցածին։ Հատկանշական է, որ նման աստղաբաշխական պարգևավճարներ տեղի են ունենում նախընտրական տարում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը շատ կոնկրետ բացահայտում է, որ այլևս թքած ունի հանրային տրամադրությունների վրա, հասարակական կարծիքի վրա, որտեղ նա շատ լավ է հասկանում, որ ցանկացած հասարակություն, եթե նման թվերի մասին իրազեկվի, չի կարող ատելությամբ չլցվել կառավարության հանդեպ։ Ահավասիկ Նիկոլ Փաշինյանը նման պարգևավճարների ինստիտուտով քաղաքական կոռուպցիա է խրախուսում, այսինքն ընտրությունների տարում ուզում է ցույց տալ, որ իր վերարտադրության հույսը ամբողջովին կապել է բյուրոկրատիայի, իր քաղաքական թիմի հետ, որին առատորեն վարձատրում է, կեղեքելով հասարակությանը։ Սա ինքնին հուշում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները մեծ հավանականությամբ կեղծվելու են, որտեվ եթե մի իշխանություն թքած ունի հասարակական տրամադրությունների կարծիքի վրա և նման կերպ ֆինանսապես խրախուսում և ուժեղացնում է բյուրոկրատիային, արդեն իսկ ակնհայտ է, թե այդ իշխանությունը, տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանը, ինչպիսի տեսլական ունի սեփական իշխանության վերարտադրության վերաբերյալ։ Դիմելու են ամենաբիրտ մեթոդների։ Այս բյուրոկրատիան այս լապից չզրկվելու համար ամեն այլանդակության դիմելու է, որպեսզի Փաշինյանի իշխանությունը վերարտադրի։ Իդեպ, այս իշխանությունը միշտ ուղղակի կամ անուղղակի արդարանում էր, դե ասում էր անփորձենք, գնացինք, սխալ քաղաքականություն վարեցինք, Ղարաբաղը կործանեցինք, պրոբլեմներ եղավ, բայց ի վերջո հասկացանք եւ այլն, իհարկե ոչ մի բան էլ չեն հասկացել, բայց մենք սոցիալական արդարության կողմնակից ենք, այ մենք գնում ենք թալանի հետևից, Նիկոլ Փաշինյանը նույնիսկ մի խորագիր ունի հատիկ թալանը հետ բերելու մասին։ Դուք եք թալանի դեմ պայքարում, այդ թալանչիներ, այս պարգևավճարները պետական բյուջեի թալանի մասին են, այս պարգևավճարները սովորական ժողովրդին թալանելու մասին են, սովորական մարդու, թոշակառուի, ցածր աշխատավարձ ստացող մարդու գրպանը մտնելու մասին են։ Ու սիրելի հայրենակիցներ, երբ սրանք շուտով կգան ձեր բակեր, ձեր դուռը քվե մուրալու, չնայած էլի եմ կրկնում դրա կարիքը այլևս իրենք չունեն, եւ կխոսեն արդարության մասին, հին համակարգի կոռումպացված ու կեղեքիչ լինելու մասին, անպայման հիշեք պարգևավճարի այս թվերը եւ ճակատներին շրմփացրեք, որ իսկական կոռուպցիոներն ու թալանչիները իրենք են։ Նման բարձր պարգևավճարներով խախտվել է նաեւ սոցիալական արդարության սկզբունքը, ինչի մասին նոր խոսում ենք։ Այսինքն պետությունը վատ է ապրում, տնտեսության գործերը վատ են,
բոլորը սովորական մարդիկ, ովքեր չունեն պետական ռեսուրս, պաշտոն, աթոռ, պարտավոր են գոտիները ձգել, վատ ապրել, հարկեր վճարել, որպեսզի այդ հարկերը մեջ անեն ու լափեն իշխանավորները։ Նման երկիրը, նման պետությունը սոցիալական լինել չի կարող։ Եվ այս պարգևավճարները ցույց են տալիս նաև, թե ինչպիսի բարոյական խզում է արկա ժողովրդի, սովորական ժողովրդի եւ իրականությունից ու այդ ժողովրդից կտրված իշխանության միջև։ Եթե բարոյական խզման այս անդունդի պայմաններում Նիկոլ Փաշինյանը այնուամենայնիվ բոլոր այլանդակ մեթոդներով առաջիկա ընտրություններում գնա իշխանության վերարտադրության, դա երկրում կարող է հարուցել հեղափոխական զարգացումներ, որտեղ բարոյական խզման նման մակարդակի պայմաններում իշխանությունը պետք է հեռանա։ Եթե նա էլեկտորալ ճանապարհով չի հեռանում, ապա խզումը հասարակության եւ իշխանության գնալով ավելի մեծանալու է, ինչը չի կարող չբերել ֆորս մաժորային ցնցումների։ Ես քանիցս առիթ ունեցել եմ ասելու, որ դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը իր քաղաքականության մեջ հենվում է սոցիալական 3 խմբերի վրա։ Դրանք են ամեն օր տրանսպորտով գործի գնացող եւ վերադարձող մարդիկ, դա է փոքր բիզնեսը եւ դա է ոչ նոմենկլատուրային մտավորականությունը։ Այս հասարակական խմբերն են, որ որևէ փոփոխության առաջամարտիկ են եւ միայն այս հասարակական խմբերն են, որ կարող են որակական փոփոխություն բերել Հայաստանում։ Այս 3 խմբերը անխնա կեղեքվել են նաև հին համակարգի օրոք եւ հեղափոխությունը, որ թվում էր, թե սոցիալական կապանքներից պիտի ազատի հանրային այս խմբերին, չարդարացրեց նրանց սպասումները եւ Նիկոլ Փաշինյանը այս 3 խմբերին կեղեքում է ավելի, քան նույնիսկ մինչեւ 2018 թիվը։ Այսինքն այս մարդկանց կյանքում հեղափոխությունը ոչինչ չի բերել։ Հակառակը, հեղափոխությունից հետո նրանք դարձել են ավելի ինչազուրկ, հեղափոխությունից հետո դարձել են ավելի իրավազուրկ։ Ես որպես դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար խոստանում եմ, որ առաջիկա ընտրական գործընթացում այս խմբերի սոցիալական պատկերացումները, նրանց շահերը, նրանց մտածումները դարձնելու ենք մեր ծրագրի մաս եւ փորձելու ենք ոչ միայն իշխանությունների սոցիալական ցինիզմին ձգող քաղաքականությունը քննադատել, այլ կոնկրետ լսումներ անցկացնել եւ այդ լսումները սոցիալական լուծումներ առաջարկել, որովհետև այն լսումները, որ շուտով կազմակերպելու ենք, հանրային լսումները, որպեսզի գտնենք այդ լուծումները, մասնագիտական քննարկումներ, հանրային քննարկումներ տեղի են ունենալու այս խմբերի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ժամանակն է, որպեսզի մեր քաղաքական համակարգը ձեռբազատվի ավելորդ էլիտարիզմից եւ դառնա մարդակենտրոն եւ քաղաքական ծրագրերի առանցքում դառնան մարդն ու նրա դարդերը։